Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ ուրախ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունն եք բերում, այսինքն ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով օգնում եք, որ մեր հաղորդումները դառնան ել ավելի բովանդակալից եւ սա շատ նորմալ է, քանի որ այս հաղորդումները հենց ձեզ համար են։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ, որ ձեզ կհետաքրքրեն այսօրվա պատրաստվելիք ուտեստը վստահ եմ, որ կհետաքրքրի։ Սակայն նախքան ուտեստին անցնելը եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր հովանավորի մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հաղորդման հովանավորներն են Արաքս թռչնաֆաբրիկան իր կիսաֆաբրիկատներով, առողջ սնունդ, առողջ ապագա։ Եվ այսպես բարեկամներ, այսօր մի հետաքրքիր օր է, որ մենք պիտի աշխատենք եւ մի հետաքրքիր ուտեստ պիտի պատրաստենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Կանանց միջազգային ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու նկարիչ, մեր լավ բարեկամ, ձեզ արդեն քաջածանոթ Արմինե Թումանյանի հետ։ Ողջույն Արմինե։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Տրամադրությունը լավ է։ Այո։ Եթե լավ է տրամադրությունը, ես վստահ եմ, որ պատրաստվելիք ուտեստը պիտի լինի շատ համեղ եւ շատ տեսքով։ Ինչ ենք պատրաստելու։ Ես ցանկանում եմ այսօր ցույց տալ դաթումով կարկանդակը, pumpkin bread, ոնց ամերիկյան պիրոգ է դա, խմորեղեն է, որը պատրաստվում է հենց այս սեզոնում, երբ որ արդեն դաթումը հասունացած է լինում եւ նոր տարվա շունչն է հիմնականում արդեն տիրում եւ ինքը ունի այդքան հետաքրքիր համեմունքներ իր մեջ, որ շատ բնորոշ է եւ շատ օգտակար է այս շրջանի համար։ Այո, ես այստեղ տեսնում եմ բնականաբար ալուր, շաքարավազ, դդում արդեն նախորդ քաշված, ձու պիտի օգտագործենք, չէ՞։ Սոդա, այստեղ վանիլին, դարչին, ներողություն, մեխա կաղացած, իմբիր, նաեւ դարչին աղացված, մի քիչ աղ, շատ քիչ, անկույզ եւ չամիչ, այսքան բաղադրություն, այսքան հաճելի համեր եւ ոտեր, անկասկած ուտեստը պիտի լավ լինի։ Եվ սկսենք աշխատել եւ նաեւ ես գիտեմ, որ դուք նախաձեռնել եք բարեգործական մի ձեռնարկ, ուզեի նաեւ այդ մասին որ դու նշես։ Հա, բարեգործական դեկտեմբերի 14-ին մենք մեր ասոցիացիան կազմակերպում է մի հատ բարեգործական տոնավաճառ, որի ամբողջ այսօհիթը ծառայեցնելու ենք մեր Լոռուի մարզում գտնվող մի հատ լիարժեք կյանք հասարակական կազմակերպությանը, որը զբաղվում է երեխաների հատուկ կարիքներով երեխաների դասընթացներ ապահովելով։ Շատ լավ, մենք կարող ենք մեր հեռուստադիտողներին ասել, հրավիրել, այնտեղ ինչ է կատարվելու։ Այո, շատ հետաքրքիր միջոցառում է լինելու դեկտեմբերի 14-ին Էրեբունի պլազա հյուրանոցի 9-րդ հարկում, ժամը առավոտվա 10-ից մինչև ժամը 7-ը։ Եվ մենք բոլորին հրավիրում ենք, մեր կանանցով նաև կազմել ենք խոր, երգչախումբ, երգելու ենք ժողովրդի համար, որ իրենք բոլորը եւ հաճելի ժամանակ ունենան, լինելու են մոտ 50 տեսակի տարբեր ձեռքի աշխատանքների ներկայացուցիչներ, 10 դեսպանատներ են արդեն տարբեր իրանց ազգային ուտելիքներով եւ մասնակցելու։ Անունը այդ բազարի International Christmas Bazaar, այսինքն նշանակում է տարբեր ազգեր ներկայ են լինելու եւ մենք նաեւ մեր կանանցով, որը մեր կազմակերպության մեջ 24 ազգ կա։ Մենք այդքան տարբեր։ Հարգելի հեռուստադիտողներ, ես առաջարկում եմ մենք էլ մեր կանանցով ներկա լինենք այս միջոցառմանը եւ ներդնենք մեր լուման այդ բարեգործական լավ ձեռնարկին։ Եվ այսպես գնացինք, այստեղ ունենք խաշված դդում։ Ես գիտեմ, որ չոր եւ թաց ասեցի, մասից է բաղկացած։ Այո, սկզբից պետք է թացը անենք, այսինքն դա ձուն է, շաքարավազի հետ խառնենք։ Այստեղ պիտի խառնենք։ Այո։ Եկեք ուզում եք ես անեմ դա։ Ես շատ ուրախ կլինեմ։ Ես ձեզ մինչ այդ կխնդրեմ ուղղակի ընկույզը կտրատել։ Ես ուզում եմ տեսնես, այս մանրությունը բավական է այսպեսի։ Հա, շատ լավ։ Լավ, ես կուզենայի, այստեղ մենք
Հիմա ես 3 ձվի վրա ես ավելացրեցի 2 բաժակ շաքարավազ։ Հիմա սա հարում եմ նորից։ Դե ընկույզն էլ մենք գիտենք ինչքան օգտակար է։ Չամիչն էլ գիտեք նորից։ Մեր հայկական չարազեղենի պարտադիր բաղադրիչն է։ Այո։ Դդումի օգտակարության մասին կուզենայի նշես, որտեղ մենք նախնական զրույցի ժամանակ դու բավականին հետաքրքիր փաստեր։ Հա, հետաքրքիրը նա, որ դդումը համարվում է ամենաօգտակար ուտելիքը, բաջարեղենը, միրգը, հատապտուղը, ասենք, հա, ինչպես որ կարելի է իրեն անվանել։ Քանի որ եփման process-ում, ինչպես մենք գիտենք, որ գազարը չի կորցնում իր բաղադրիչները, օգտակար նշանակությունները, հա, դդումը այդ նույն ֆունկցիան ունի, չի կորցնում իր օգտակարությունը եւ ունի 3 անգամ ավելի շատ վիտամիններ, միներալներ եւ կերատին։ Ինչից 3 անգամ։ Գազարից, այո, եմ խառնելու այս ամառը մեջ։ Ես օգնեմ։ Դու հաջորդ բաղադրիչը կարող ես։ Ես արդեն երևի թե սկսեմ խառնել 4 բաղադրիչները։ Այստեղ 3 բաժակ ալուր է։ Մենք նախապես չափեցինք եւ դրեցինք։ Ասեմ, նշեմ, որ մեր չափված այսպես ժամանակը, մեր չափվածը չվստահեց Արմինը եւ ինքը անձամբ համոզվեց այդ եւ նշեմ, որ շատ ու շատ հուզվում էր։ Ընդհանրապես հուզում է Արմինեն եւ դա շատ լավ է։ Լավ, ամաչացնում ենք։ Լավ պիտի անենք, չէ՞։ Այո։ Ժպիտով եւ սերով։ Այո։ Նաեւ մեխակը, սա դարչիններ այստեղ, հիմա մեխակը 1 թեյ գթալ, 1 թեյ գթալ վանիլին, 1 թեյ գթալ սոդա, 1 ճաշի գթալ իմբիր։ Իմբիրը կոճապղպեղն է, չէ՞։ Թե ոչ։ Եվ շատ։ Իմբիրը կոճապղպեղն է։ Այո, հուշում են, որ այո։ Այստեղ արդեն ավելացնում ենք մեր չամիչը եւ եկեք փոփոխանք։ Եվ ընկույզը։ Հա, ընկույզը մեջ։ Դե ինչի մեջ ընկույզ կա, արդեն համեղ է, էլի։ Այդպես չի։ Да, масло, кашу маслом не испортишь։ Այո։ Այդպես է։ Սա շատ պիտի հարենք։ Դա արդեն երևի բավական է, նաև սա հիմա մենք պետք է ճզմենք։ Հիմա դրան այնպես կճզմենք, որ հիշի իր պապու հարսանիք։ Իսկ եթե այս ծանր գործը ես անեմ, Արմինե ջան։ Արեք։ Ֆիզիկական ծանր գործ է արդեն։ Մի փոքրիկ աղ ավելացնեմ սրա վրա։ Իսկ այս խյուսը ավելացնելու ենք էլի խմորին։ Այո, բարձր։ Դե ես կարծում եմ հիմա կարելի ավելացնել, դեռ դա կնպաստի, որ մենք հեշտ, այո, այո։ Մեր պաշտելի դդումը։ Այո։ Պետք է ստանալ միատար զանգված։ Ինչպես գիտենք, որոշակի բանջարեղեններ իրեն եփման process-ում իրենց օգտակար։ Այո, սննդան արժեքները կորցնում են։ Չէ, նաև չեն կորցնում։ Նաև չեն կորցնում։ Հա, ասենք։ Լսնենք։ Այո։ Եվ ամերիկացիները որոշել են ուղղակի կամ անուղղակի ձևով երեխաներին ստիպել, որ ընդունել այդ օգտակար վիտամինները։ Բայց դա մարդու իրավունքների խախտում չէ արդյոք, եթե չի ուզում երեխան։ Չէ, չեմ կարծում։ Վերջ, բարեկամներ, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բաղադրությունը։ Մենք ունեցանք այստեղ ալյուր, ունեցանք ձու, դարչին, մեխակ,
վանիլին, սոդա, շաքարավազ, ձեթ, իմբիր, աղ մի քիչ, ընկույզ եւ չամիչ, սեր եւ հոգու ջերմություն։ Հիմա պիտի այս ամբողջը ուղարկենք ջեռոց, բարեկամներ, ջեռոցը ինչքան լինի ջերվաշանը։ 40 րոպե։ 40 րոպե։ 180 գրադուս։ 180 աստիճան եւ 40 րոպե։ Ահա հարգելի հեռուստադիտողներ, արդեն պատրաստվեց եւ Արմինեն արդեն ձևավորել է եւ մատուցման եղանակը յուրովի ընտրել։ Արմինե ջան, ինչ ստացանք եւ եթե ունես առաջարկ, ունես խորհուրդներ հեռուստադիտողներին, խնդրեմ։ Ստացանք բազում համեմունքներով մի հատ շատ համեղ խմորեղեն, որը կարող եք խմել դարչինով թեյով։ Դարչինով թեյով։ Հարգելի հեռուստադիտողներ, դարչինով թեյով անպայման օգտագործեք դդումով կարկանդակ, եւ կլինեք առողջ, եւ կլինեք լավատես, չէ՞։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ Արմինեին շնորհակալություն հայտնել եւ այսօրվա մեր հաղորդման համար եւ ընդհանրապես իր գործունեության համար, բարեկամներ, մենք նշեցինք, որ շատ մեծ մեծածավալ աշխատանք է որ կատարում են այս հրաշալի կազմակերպությունը, կանանց կազմակերպությունը, շնորհակալություն Արմինե եւ ինչպես միշտ մենք կլինենք ձեր կողքին, դուք էլ մեր կողքին։ Այո, շատ շնորհակալություն։ Մեզ միասին։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը եւ ուզում եմ որ մենք միշտ լինենք միասին, ուզում եմ որ մենք շատ հաճախ հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան արդյունք, իսկ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Դդմով թխվածք։ Ձու 3 հատ, ալյուր 3 բաժակ, շաքարավազ 2 բաժակ, դդմի խյուս 2 բաժակ, ձեթ կես բաժակ, ընկույզ կես բաժակ, չամիչ կես բաժակ, իմբիր 1 ճաշի գդալ, աղացած մեխակ 1 թեյ գդալ, աղացած դարչին 1 թեյ գդալ, մշկընկույզ 1 թեյ գդալ, վանիլ 1 թեյ գդալ, սոդա 1 թեյ գդալ, բարեխորշակ։